Միացյալ Նահանգների նախագահը երրորդյա պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Դոնալդ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, որ երկրորդ անգամ է նման այց կատարում Միացյալ Թագավորություն, ուր նախորդ անգամ եղել էր 2019-ին։ Պատմական այս այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարին ուղեկցում են առաջին տիկինը, պետքարտուղարը եւ այլ պաշտոնյաներ։ Թրամփն ու Մելանիան գիշերել են Winfield House-ում 1955 թվականից Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի կեցավայրում, որտեղ Թրամփը լրագրողներին ասել է, որ այսօր կարևոր օր է լինելու։ Այցից առաջ դեռ ԱՄՆ-ում Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի եւ թագավոր Չարլզի հետ, որի հետ ընկերներ են վաղուց։ Թագավորական ընտանիքի հետ վաղուց հանդիպան սպասող Թրամփի օրակարգում է նաեւ մաքսատուրքերի հարցը։ Մեծ Բրիտանիան ցանկանում է ավելի լավ պայմաններ։ Պատրաստ եմ օգնել նրանց։ Մեր երկրի գործերը շատ լավ են։ Երբեք այսքան լավ չեն եղել։ Տրիլիոնավոր դոլարներ ենք ստանում մաքսատուրքերից եւ նրանք ցանկանում են հասկանալ, կարող են մի փոքր ավելի լավ գործարք կնքել։ Թրամփը ապրիլին հավելյալ մաքսատուրքեր սահմանեց նաեւ դաշնակից Բրիտանիայի նկատմամբ, հունիսին սակայն Լոնդոնն ու Վաշինգտոնը առևտրային գործարք կնքեցին, որը նվազեցրեց մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը։ Համաձայնության չեկան միայն բրիտանական պողպատի ներմուծման շուրջ, որի մաքսատուրքը 25% է։ Վինդզորի ամրոցում, որն աշխարհի ամենահին եւ ամենամեծ բնակեցված ամրոցն է եւ գրեթե 1000 տարի բրիտանական թագավորական ընտանիքի տունն է եղել, քիչ առաջ մեկնարկել է Սպիտակ տան ղեկավարի եւ նրա տիկնոջ ընդունելությունը, որը ըստ մամուլի պետական այցի համար երբևէ կազմակերպված ամենամեծը կդառնա։ Վաղն էլ Չեքերսի իր կեցավայրում Թրամփին կընդունի վարչապետ Քիր Սթարմերը։ Հանդիսավոր ընդունելությունից բացի Թրամփի այցը ուղեկցվում է նաեւ ցույցերով։ Հարյուրավոր մարդիկ Վինդզորում բողոքի ակցիա են արել, վանկարկելով Դոնալդ Թրամփն այստեղ ողջունելի չէ։ Ցուցարարները նշում են Թրամփի գործողություններն ու անգործությունը անկայունություն են առաջացնում աշխարհում, տապալելով աշխարհակարգը, որին մարդկությունը հարմարվել էր։ Եթե այցել էին Օբաման, Ջո Բայդենը, այստեղ բոլորովին այլ մթնոլորտ կտիրեր, բայց դա այդպես չէ, Դոնալդ Թրամփն է։ Նա կարող էր դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, Գազայում, եթե ցանկանար։ Ես չեմ հասկանում, թե ինչու չի ուզում։ Նա աշխարհի ամենավտանգավոր մարդն է։ Մեկ այլ ցուցարար էլ ասում է, թե Թրամփը Ռուսաստանի նախագահի ձեռքին խաղալիք է, Պաղեստինում պատերազմի հարցում աջակցում է Իսրայելին, նաև տուրք է տալիս ԱՄՆ-ում ծայրահեղաչակողմյան ավտորիտար քաղաքականությանը։ Նա շրջապատված է անգրագետ շողոքորթներով, որոնք նույնպես միայն իրենց փողի մասին են մտածում, նաև Ջեֆրի Էփշտեյնի սկանդալը, դրանք բոլորն այս պահին շեղող գործոններ են։ Ի նշան բողոքի անհայտ անձինք Թրամփի եւ նրա երբեմնի մտերիմ մանկապղծության համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի լուսանկարն ու տեսանյութն են պրոյեկտորով ցուցադրել Վինդզորի ամրոցի պատերին։ 4 մարդ է ձերբակալվել այս ակցիայի համար։ Ակտիվիստները նաև Թրամփին եւ Էփշտեյնին պատկերով հսկայական պաստառ են տեղադրել Վինդզորի ամրոցի հարակից տարածքում։ Նրանց լուսանկարը տեսախցիկը ֆիքսել է նաև բեռնատարի վրա։ Կանգնեցրեք Թրամփին կոալիցիան, որը ներառում է ավելի քան 50 միություններ եւ բարեգործական կազմակերպություններ, հայտարարել է, որ այսօր իր հերթին ցույց կանի Թրամփի այցի դեմ։ Չնայած ԱՄՆ նախագահը չի այցելի խորհրդարան, որն այժմ արձակուրդում է, ցուցարարները ակցիա կանեն նաև խորհրդարանի դիմաց։